Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնեց այն գնահատականներին, թե Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացման, ինչպես նաև այդ բազաներին անվտանգության լրացուցիչ գործառույթներ վերապահելու հեռանկարը կարող է սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը։ Ըստ Բաղդասարյանի, ինքնիշխան Հայաստանն ի վիճակի է սեփական ուժերով ապահովել իր անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետությունը ինքը ինքնիշխան պետություն է, ունի իր զինված ուժերը եւ բոլոր հնարավորությունները պաշտպանելու իր անվտանգությունը, բայց դաշնակիցների հետ ռազմավարական գործընկերոջ հետ այնպիսի երկիր ինչպես Ռուսաստանն է երկկողմ համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով դա միայն ողջուն է։ Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին 1995 թվականին ստորագրված հայ-ռուսական պայմանագրում կատարվելիք փոփոխությունների նախագիծը ներկայումս հայ-ռուսական բանակցությունների առարկա է։ Ավելի վաղ Ինտերֆաքս գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, որ հիշյալ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվելու է հասնելով 49 տարվա, այժմյան 25-ի փոխարեն։ Պայմանագրային փոփոխությունների նախագծում մասնավորապես տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործառույթներից բացի հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաև Հայաստանի անվտանգությունը։ Վերջին օրերին հայաստանյան մի շարք քաղաքագետներ եւ վերլուծաբաններ մտահոգություն են հայտնել, որ ռուսական ռազմաբազաներին Հայաստանի անվտանգության պաշտպանության գործառույթներ վերապահելը էապես կնվազեցնի Հայաստանի ինքնուրույնությունը, քանի որ Հայաստանն այդպիսով կզրկվի կարևորագույն ռազմաքաղաքական հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գնահատմամբ, սակայն փաստաթղթի ստորագրումը պետք է ողջունել։ Դա աբսուրդ է, նման բան գոյություն չունի, չի կարող։ Ես զարմանում եմ նման Չէ, իրական մտահոգություն կա եւ պարզ շահարկում։ Իրապես մտահոգվածներ եթե կան, ապա ես նրանց ուղղված իմ խոսքով ասել եմ մտահոգվելու ոչ մի անհրաժեշտություն չկա։ Երևանի հրշեջ գույքի բարելավման ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության տրամադրած հրշեջ տեխնիկան այսօր հանդիսավոր պայմաններում ցուցադրվեց հանրապետության հրապարակում։ Ճապոնիան Հայաստանին է տրամադրել Isuzu Magnish-ի ամբողջովին նոր 28 հրշեջ ավտոմեքենաներ, որոնց ընդհանուր արժեքը $8 միլիոն է։ Հրշեջ ավտոմեքենաները նախատեսված են բարդ հրդեհների եւ ջրի պակասության պարագայում հրդեհաշիջում իրականացնելու համար։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ավտոմեքենաներից յուրաքանչյուրը հավասարազոր է խորհրդային ZIL Magnish-ի 5 հրշեջ ավտոմեքենայի։ Նոր հրշեջ ավտոմեքենաների թվում են նաև 1000 լիտր ջրատարողություն ունեցող արագ արձագանքման 2 հրշեջ ավտոմեքենաներ, որոնք նախատեսված են Կոնդ, Նորագյուղ եւ դժվար անցանելի փողոցներ ունեցող այլ թաղամասերի, ինչպես նաև խցանումների ժամանակ արագ տեղ հասնելու համար։ Բայց արդեն ուսումնական վարժանքներ են կասկածել ճապոնացիները, սովորացրել են, էլի արդեն որ հեշտ։ Հայաստանն են ժամանել նաև ճապոնացի մասնագետներ, ովքեր 135 հրշեջ փրկարարի ուսուցանում են, թե ինչպես տիրապետել նոր տեխնիկային։ Իդեպ Ճապոնիայի կառավարության տրամադրած 28 հրշեջ ավտոմեքենաներից 4-ն այս պահին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում եւ մասնակցում այդ երկրում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին։ Այո, ես ուզում եմ տալ գնահատականը մեր ռուս գործընկերների, որոնց հետ ես խոսել եմ եւ խոսել եմ նախարարի հետ։ Գնահատականը գերազանց է, մեր տղաները կարողացել են իրենց արժեվ դրված խնդիրները կատարեն եւ որ ուղղությամբ իրենց տրվել է հանձնարարական բարձր մակարդակով այդ ամենը կատարվել է։ Նոր հրշեջ ավտոմեքենաները համալրելու են Երևանում տեղակայված հրշեջ մասերը, իսկ ինչ վերաբերում է մարզերին, մենք ունենք կամազ տիպի մեքենաներ, հրշեջ 8 տոննանոց մեքենաներ, որոնք լավ վիճակում են, դրանք կուղարկենք մենք մարզեր, բայց մեր ճապոնացի գործընկերների հետ կաշխատենք շարունակել մենք այս աշխատանքները, որ նաեւ մարզերում լինեն նոր ճապոնական մեքենաներ։ Տավուշի մարզում թիվ 21-127 ջրամասի դիրքերում հուլիսի 27-ին մահացած Արտակ Նազարյանի մայրը Հասմիկ Հովհաննիսյանը, ով գործով ճանաչվել է տուժողի իրավաճորտ, այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց նախաքննության ընթացքից, նշելով, որ այն ընթանում է բազմաթիվ թերություններով։ Ամենահեշտ վարպետը դա է, ես չգիտեմ, գուցե թե որոշ մարդիկ են դրա տակով ուզում են ըլստան, այդ արդեն թող նախաքննությունը որոշի։ Իլուր աշխարհի ես հայտարարում եմ, իմ տղային սպանել են։ Իմ տղան իրանց ճանապարհին ընկած քար է եղել։ Ինքն ասաց մամ ջան, այս իմ աշխատանքը չի։ Թե իրան ինչով են նեղել։ Իսկ հորը
ասել է հայրիկ երկու հոգի իմ հետևից ընկած են Զամպալին ու Գումարտակի հրամանատարը, հատկապես Գումարտակի հրամանատարը։ Ով է այս հանցագործների ձեռը բռնելու։ Եկուց մեր մայրերը երեխան ուղարկեն բանակ։ Առաջ ես մեղադրել եմ, ասել եմ քնքուշ են մեծացնում, բայց հիմա որ բոլորը Հայաստանից դուրս գան, դրա պատասխանը ով է տալու, ես առողջ ազնիվ մարդ եմ տվել բանակին, վերադարձրեք իմ որդուն։ 2012 թվականին Հայաստանի մայրաքաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ կկրի գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվաբեր կոչումը, ու չնայած դրան Երևանում գնալով պակասում են թե գիրք գնողները, թե գրախանութները։ Մի քանի ամիս առաջ կողպվեցին Աբովյան փողոցում գտնվող փոքրիկ գրախանութի դռները։ Երևանում եւս մեկ գրախանութ պակասեց։ Մենք ունենք երկու խանութ, մեկը փակել ենք, որովհետև արդեն գրքերի վաճառքը այդպես չի, ինչպես առաջ էր։ Գրախանութների թիվը Երևանում սկսել է կրճատվել դեռ տարիներ առաջ։ Երևանցիները հիշում են, որ մի քանի տարի առաջ Մոսկովյան եւ Աբովյան փողոցներում մեծ գրախանութներ էին գործում, սակայն այժմ մեկի փոխարեն դրամատուն է, մյուսի փոխարեն կոշիկի խանութ։ Ինչ որտեղ արդեն այդ թվային տեխնոլոգիաները տպագրած թղթի վրա նյութի կարիքը մի քիչ պակասեցնում են, ինչը երևի ուրախալի է, վերջո ասենք թուղթը շատ էկոլոգիապես շատ կեղտոտ արտադրություն է, բայց ընդհանուր մի ժամանակ երևի ավելի շատ էին կարդում։ Հիմա հատուկ այսօր ուշադրություն եմ դարձրել, ասենք մետրոյում քանի հոգի էր թե կարդում, այդպես մարդ չնկատեցի։ Հայ դասականների գրքերը ձեռք բերելու համար պետք է գնալ կամ վերնիսաժ, կամ դրանք փնտրել կենտրոնական գետնանցումներում։ Վրամն արդեն 5 տարի է Աբովյան փողոցում գտնվող գետնանցումում գիրք է վաճառում, ասում է, շատերն են վաճառում իրենց գրադարանները։ Գնումակներից են գնում, ձեռքի վրա են կառնում, խանութներից, տպարաններից։ Վերցնում բերում ենք վաճառում։ Այս սևակը մի քիչ համեմատաբար ուրիշ գրողներ էլ շատ է վաճառում, Սևակը, Շիրազ, Չարենց։ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի ղեկավար Վահան Խաչատրյանը ասում է, իրոք խնդիր է հայ գրողների ստեղծագործությունների վերահրատարակության հարցը։ Միությունը 28 երկրներ արդեն նպատակ են դրել, որ բոլոր երկրներում իրենց ստեղծել ավելացված արտադրության 5%։ Մեր հանրապետությունը դեռևս այդ քայլը չի արվել, մեզ մոտ ավելացված արտադրության 20%-ը բոլոր ապրանքների համար, այդ թվում նաև գրքի համար։ Այնտեղ այդ հարցը բարձրացվեց եւ շատ պարզ դրվեց հարցը, որ օրինակ մեկ գիրք հրատարակելու համար, եթե հրատարակիչը տպագրիչը ծախսում է 1000 դրամ, եւս 1000 դրամ ավելանում ենք արժեքին կենսաթոշակային հատկացումների համար պատճառով եկամտահարկի, պատճառով շահութահարկի, ավելացված արժեքի եւ գրախանութում ավելացրած արժեքի, այսինքն առևտրային զերծի պատճառով։ Հետևանքն այն է, որ այդ գրքերը թանկանում են կրկնակի աստորեն եւ ժողովրդի համար դժվարանում է ձեռք բերել այն գիրքը, որը կարելի է կիսով չափ։ Ես գնում